Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասի մեկնարկից առաջ ռեպլիկներ է փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Տեսանյութ հրապարակել է Պուլ Պերվովը տելեգրամյան ալիքը։ Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք ասում էիք չի գա, անհանգստանում էիք երեկ։ Ախր ես ասացի Նիկոլ Վովաևիչն առանց մեզ ինչ պիտի անի։ Դիմել է Լուկաշենկոն կողք կողքի նստած Ալիևին և Փաշինյանին։ Ոնց չեմ գա, ուր չեմ գա, արձագանքել է Հայաստանի վարչապետը։ Հիշեցնենք, Լուկաշենկո-Փաշինյան հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն սրվել են։ Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանի 28-ամյա որդին։ Գյուրեղյանի որդին զինվորական բժիշկ էր, տարիներ առաջ բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Նա զոհվել է օգոստոսի սկզբներին, սակայն դեպքից շուրջ 2 ամիս անց է միայն հնարավոր եղել նրա դիակը դուրս բերել ռազմի դաշտից և տեղափոխել Հայաստան։ Այսօր հայրենի Վանաձորում տեղի կունենա Գյուրեղյանի որդու և հոգեհանգստի և ուղարկավորության արարողությունները։ Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց վանքում վանդալիզմի դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է պատմամշակութային արգելոց, թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՕԱԿ-ը։ Հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին ահազանգը ստացվել է օրեր առաջ և Տավուշի աշխատակիցների ջանքերով այս անգամ մաքրվել են Կիրանցի վանքի պատերին արված գրառումները։ Պատմամշակութային արգելոց, թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերթական անգամ հաղորդում է և հորդորում զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից։ Նուբարաշենի աղբավայրում այս պահին 27 փրկարար է աշխատում, հայտնում է ՆԳՆ-ից։ Աղբավայրում հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը։ Այս մասին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 9-ին ժամը 23:53-ին։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է։ Թրամփյուղի նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար։ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ տարիներ շարունակ տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որի համար հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել Ալմատի հռչակագիրը։ Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին, վարչապետը ընդգծել է, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունվել է հռչակագիր, որում ամրագրված է Հայաստանի ու Ադրբեջանի ընդունումը դեպի պայծառ ապագայի գնալու հեռանկար և որը կապ չի կարող ունենալ անցյալի հակամարտության հետ։ Տաթևեր ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և Հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 թվականի միջազգային հեղինակավոր մրցանակին։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին առանցքային դեր է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի Հանրապետության զարգացման համար, բարձրացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը և 3 անգամ միջազգային մրցանակ բերել Հայաստանի Հանրապետությանը։ Մայրաթորի պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում էր կազմակերպել տեր Արամ Քահանա Ասատրյանի և տեր Տարոն Քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայրաթորի տեղեկատվական համակարգը։ Նշում է նաև, որ հանձնախումբը գումարել էր հերթական նիստը քննարկելու եկեղեցական առնչվող խնդիրներ, ինչպես նաև կարգապահական, այնպես էլ նաև պարգևներ շնորհելու հարցերը։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպումը քահանաների հետ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ինքը ինչ-որ առնչություն ունի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթուանի միասնության թվեր նախաձեռնության հետ։ Մարդիկ կարող են բաժակ նայել ու ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներին, ասել է նա, անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Արման Թաթուանի նորաստած քաղաքական ուժն ասոցացնում են Սերժ Սարգսյանի հետ։ Սարգսյանը նաև կարճ անդրադարձ կատարեց քաղաքական նոր նախաձեռնություններին, ասելով. «Ես բոլոր նոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են խաղաղությանը տանող ճանապարհով ընթանալու հետ կապված հարցեր։ Այս մասին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Նրա խոսքով Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ալիևն ու Փաշինյանը ջերմ շփում են ունեցել։ Նա նաև նշել է, որ շատ ջերմ ու բովանդակալից զրույցներ կոնկրետ առաջարկներով, նախագծերով տեղի են ունեցել նաև այլ պետությունների ղեկավարների միջև։
Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության մասին։ Նա Նիկոլ Փաշինյանին հարցրել է, որքան է կազմել ապրանքաշրջանառությունն այս տարի։ Փաշինյանը պատասխանել է. այս տարվա ընթացիկը 4 միլիարդ դոլարն է, իսկ նախորդ տարվանը 9 միլիարդ։ Պուտինը վստահացել է, որ ցուցանիշներն ավելի բարձր են։ Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին էլ հորդորել է միմյանց մեջ տեսնել գործընկերների ավելի շատ։ Այս տարի ավելի շատ կլինի, ակնհայտ է եւ ակնհայտորեն պարզ, բայց կարևոր չէ, ասել է ՌԴ նախագահը։ Հայաստանի վարչապետն էլ արձագանքել է. Դե գուցե։